Ջերմուկը համախմբել է Վայոց ձորի բնակիչներին, զբոսաշրջիկներին, հանրապետության տարբեր մարզերից առողջարանային կենտրոն եկած արվեստագետներին ու հյուրերին։ Տուրիստական կենտրոնը դարձել է արվեստի ու արհեստի օրրան։ Առաջին անգամ այստեղ անցկացվեց Ջերմուկ City Fest 2026-ը, Ջերմուկ քաղաքի օրվան նվիրված մեծ քաղաքային փառատոնը։ Բացահայտիր Ջերմուկը նորովի համայնքապետարանի նախաձեռնությամբ ու կազմակերպիչների անմիջական մասնակցությամբ կայացած փառատոնը մեկօրյա տոն էր տեղացիների եւ հյուրերի համար։ Առանձնահատուկ օր է։ Մենք նշում ենք մեր սիրելի Ջերմուկի տոնը։ Ջերմուկը պարզապես քաղաք չէ։ Այն մեր տունն է, մեր հարստությունը եւ մեր ապագան։ Միևնույն ժամանակ այն Հայաստանի կարևորագույն այցեքարտերից է, որը տարեց տարի ջերմորեն հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների։ Նախաձեռնության նպատակն է Ջերմուկը ներկայացնել նոր տեսանկյունից ընդգծելով քաղաքից զբոսաշրջային, մշակութային, առողջարանային ու ժամանցային ներուժը, բարձրացնել Ջերմուկի զբոսաշրջային գրավչությունը ու ձևավորել նոր ամենամյա քաղաքային ավանդույթ։ Հովանավորներից մեկը Լիդիան Արմենիա ընկերությունն է, որն աջակցում է նման ծրագրերին։ Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման ու սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում։ Շատ ուրախ եմ այսօր Ջերմուկը տեսնել այսպես բազմամարդ հյուրերով լեցուն եւ հուսով եմ, որ այս փառատոնը Ջերմուկ Ֆեստը այսուհետ կգրի ամենամյա բնույթ, ինչ վերաբերում է Լիդիան Արմենիա ընկերությանը, Լիդիանը հանդես է գալիս որպես Ջերմուկ Ֆեստ 2026-ի հովանավոր եւ մենք միշտ կանգնած ենք այն նախաձեռնությունների կողքին, որոնք որ կարող են ապահովել համայնքների զարգացումը, տնտեսական ակտիվացում բերել համայնքներին։ Ջերմուկը ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև մշակութային, առողջարանային ու ժամանցային մեծ ներուժ ունի։ Նման միջոցառումները նպաստում են առողջարանային Ջերմուկի զբոսաշրջային գրավչության զարգացմանն ու նոր ամենամյա քաղաքային ավանդույթի ձևավորմանը։ Ջերմուկցիները ցանկանում էին ունենալ նման տոն եւ արդեն ունեն։ Ջերմուկը այսօր դարձավ 90 տարեկան, հոբելյանական տարին է Ջերմուկ քաղաքի։ Գաղափարը ինքնին շատ վաղուց կար ունենալ Ջերմուկ քաղաքի օր, որտեղ մենք տարիներ չենք ունեցել մեր քաղաքի օրը, չենք նշել ու հատկապես նման շուկով չենք նշել։ Գաղափարը անդադ կար, իրան զարգացնելով համայնքապետարանի հետ համագործակցությամբ որոշեցինք, որ պետք է այսօրը որոշվի լինի Ջերմուկ քաղաքի օր, օգոստոսի 22-ին։ Ջերմուկ City Fest 2026-ը համախմբել էր ազգային խոհանոցն ու տեղական արտադրանքը, մշակութային տաղավարներն ու ցուցադրությունները, ամեն ինչ հյուրերի ու տեղացիների հարմարավետության համար։ Փառատոնում տարբեր գոտիները միմյանցից գտնվում են քայլելու համար հարմար հեռավորության վրա։ Շիրակից Ջերմուկ է եկել նկարիչ Վարշամ Սահակյանը։ Իմ բրենդի աշխատանքներն են, ունեմ արտադրանք Սահակյան Fine Art ու արտադրում եմ տարբեր նկարչական պարագաներ երեխաների համար նկարիչ։ Իմ աշխատանքները ցույց տալու, իմ բրենդը այսպես ասած ցույց տալու, որ մարդիկ ծանոթանան, տեսնեն, էլի։ Ջերմուկի տոնը հատկապես անմոռանալի դարձրեց այստեղ հանգստացողների 2026 թվականի ամառը։ Նրանք տպավորված են օրվա կարևորագույն միջոցառման գունեղությամբ։ Հանգստանում եմ Ջերմուկում, երկրորդ օրն է։ Բազմիցս եղել եմ շուրջ 5 տարի հանգստանում եմ Ջերմուկում։ Իմ սիրելի առողջարաններից մեկն է, որտեղ եւ մեծ բավականություն եմ ստանում եւ առողջությունս եմ վերականգնում, շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել։ Ջերմուկ City Fest 2026-ը նախատեսված էր բոլոր տարիքային խմբերի համար։ Միջոցառումը կազմակերպված էր դետալային։ Ջերմուկ հասնելու համար տուրիստական ընկերությունների կողմից հատուկ տուրեր ու տրանսպորտային առաջարկներ էին կազմակերպվել։ Հյուրերը հեռացան, հավատալով, որ հանդիպելու են 1 տարի անց, նույն օրը, նույն վայրում։ Հասմիկ Դիլանյան, Վլադիմիր Գրիգորյան, Ռադիոլուր։